Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո մի փաստաթուղթ է հրապարակվել հռչակագիր Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, որով սևով սպիտակի վրա նաև Հայաստանի Ադրբեջանի խաղաղության մասին են գրել, ակնկալիքների շահերի մասին շեշտադրումներ արել։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ եւ մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների կրկին հաստատվել են։ Այն, որ Անկարան առերևույթ չկա հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց իրականում Ալիևը առանց մեծ եղբոր թույլտվության ոչ մի քայլ չի անում, հայտնի իրողություն է։ Վերջին շրջանում հատկապես թուրքական հարթակը փորձում է իր դիրքերն ամուր ընդգծել, խաղարարի տպավորություն թողնել, որ եթե հանկարծ պաշտոնական միջնորդների կարիքը լինի, ինքը տեխնացուների շարքում անքննելի առաջատարը կդառնա։ Ու թեև հայ-թուրքական հարաբերությունները փորձում են փաթեթավորել այնպես, որ իբր թե դրանք ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանականի հետ, ամեն դեպքում այստեղ թուրքերն իրենց առանձին օրակարգն ունեն։ Պարզապես միջնորդ լինելու համար պետք է անկախ ձևանալ, իբր հայերի հետ որևէ առանձին օրակարգ ու խնդիր չկա։ Անգամ իրենց երկրի ամենաբարձր մակարդակի փաստաթղթում են փորձել հավասարության նշան դնել Բաքվի եւ Երևանի միջև։ Կարծում եմ, որ այս խաղը ուղղակի ինքը չպետք է ստացվի Թուրքիայի հետ։ Ոչ թե Ադրբեջանն այդպես ներկայացնում, այլ հենց Թուրքիան, այսինքն իրենք իրար հետ են անում, բայց գլխավոր դերը Թուրքիայի մոտ, այսինքն Թուրքիան փորձում է այսպես կեղծ պատկեր ստեղծի, որտեղ որ ինքը ուղղակի միջնորդ է, ինքը շատ կուզեր Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, որևէ խնդիր չունի, ուղղակի Ադրբեջանի հետ հարցերն է պետք լուծել, իսկ ինքը կարող է լինել երաշխավոր, միջնորդ եւ այլն։ Սա լիովին կեղծ պատկեր է իհարկե։ Թուրքական նախաձեռնությունն է նաև 3 գումարած 3-ը, որի մասին դարձյալ վերջին շրջանում հիշատակումները քիչ չեն։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ օրերս հենց Երևանում ասաց, թե զգալի ներուժ են տեսնում հարթակում տարածաշրջանային գործակցության զարգացման մեջ, բայց Թուրքիան իհարկե որպես պլան A կնախընտրի դեռևս միայնակ խաղալ, որովհետև այս հարթակում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը։ Այսինքն Հայաստանի համար ամենավտանգավորը կլինի թուրքական միջնորդությունը, որքան էլ թուրք դիվանագետները անաչառ ձևանան։ Թուրքիան այդ ագրեսիայի հովանավորն է, հիմնական հովանավորն է, համ գաղափարական, համ նյութական, համ քաղաքական ամեն ձև ինքը հովանավորում է այդ Ադրբեջանի ագրեսիան, այսինքն Թուրքիան պետքա բացառվի որպես միջնորդ։ Միանշանակ, եթե ընտրությունը Թուրքիան որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ 3+3 հարթակը, միանշանակ 3+3 հարթակը Հայաստանին ավելի ձեռնտու տարբերակ։ Խաղաղության գործընթացն ամբողջապես փակուղի տանող Ադրբեջանը հիմա մեծ եղբորն է փորձում գործում կողմ դարձնել։ Ինչ կա մտքին իհարկե բանակցություններից մեծապես օգուտներ քաղելու նպատակ, բայց փորձագետն ասում է, խնդիրը նաև միջնորդները չեն։ Պետք է բալանսավորել ուժերը, որպեսզի ցանկացած միջնորդ երաշխավորի դեպքում թույլ չլինես որևէ պարտադրանքի կուլ չգնաս։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ պատրաստ է շարունակել աջակցությունը, եթե կողմերը շահագրգռված են։ Նա ընդգծել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել ռուսաստանյան նախաձեռնությամբ անցկացված երկկողմ հանդիպումների արդյունքում։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել բոլոր կարգավորման հարցերում, այդ թվում սահմանազատման, տրանսպորտային ուղիների, ապա շրջափակման եւ հումանիտար խնդիրների լուծման գործում։ Իրանը նախազգուշացնում է վաղեմի թշնամուն սիոնիստներին զերծ մնալ ցանկացած հապճեպ գործողություններից եւ հայտարարում է, որ այս ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կստանա կոշտ եւ վճռական պատասխան։ Մայիսի 21-ին CNN-ը վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները հայտնել է, որ Իսրայելը հարված է նախապատրաստում Իրանի միջուկային ենթակառուցվածքներին։ Հեռուստալիքի աղբյուրի խոսքով նման հարվածի հավանականությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Այսօր էլ Թեհրանը պաշտոնապես հրապարակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակը։ Այստեղ վտանգների մասին լուրջ շեշտադրումներն են։ Կրկնվող սպառնալիքների հետ կապված Իրանը ստիպված կլինի մի շարք միջոցներ ձեռնարկել իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար, ինչի մասին կտեղեկացվի ՄԱԳԱՏԵ-ին։ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Թեհրանը ԱՄՆ-ին կդիտարկի որպես նման հարձակման մեղսակից եւ կստիպի նրան պատասխան տալ դրա համար։
Սաստկանում է վիճակը ու մեծանում միջուկային հարվածի հավանականությունը, թե Թեհրանը զգուշավոր դիվանագետի դիրքում է։ Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների 4 փուլ են անցել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Ի վերջո կլինի արդյունք, թե Թել Ավիվը կհասնի նպատակին, Վաշինգտոնին համոզելու, որ հարվածելու պահն է հասունացել։ Քաղաքագետը ասում է, ոչինչ պետք չէ բացառել, բայց միջուկային հարվածի հավանականությունն ամեն դեպքում քիչ է։ Կարծում եմ կողմերը հակված են, որ միջուկային գործարքը կնքվի, թե Իրանի եւ թե ԱՄՆ-ի շահերից է բխում, որ այդ համաձայնագրի ստորագրվի։ ԱՄՆ-ն ունենա երաշխավորված իրավիճակ, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ Իրանն էլ երաշխավորվի այն, որ բոլոր պատժամիջոցները նրա վրայից կհանեն, ինչը օդի ու ջրի նման այժմ պետք է Իրանին։ Իսրայելն է պատերազմ ուզում ոտնահարելով Թրամփի խոսքը տեսակետներից մեկն է։ Մյուսը, թե Թրամփն է օգտագործում հրեական պետությունը սպառնալիք օդում կախված պահելով, որպեսզի բանակցություններում հաջողի։ Այստեղ փորձագետները առավել հակված են պնդել, որ նահանգները այս փուլում բախումներ չի ուզում, երբ ակտիվ երկխոսում է Իրանի ու Ռուսաստանի հետ։ Կարճ ասած, ձեռնտու չէ։ Ի դեպ, մասնագետները հիշեցնում են նաև Ռուբիոյի Ադրբեջանին սաստող վերջին հայտարարությունները, նաև Հարավ-Կովկասի վերաբերյալ։ Ամերիկային այս ուղղությամբ էլ հիմա հանգիստ է պետք։ Սպիտակ տանը վաղուց են բանաձևել, երբ այստեղ կան բախումներ, ռուսական միջամտությունը առավել ակտիվ է, դերակատարությունը մեծ։ ԱՄՆ-ն այս ուղղությամբ ջանքեր է գործադրել, որպեսզի Հարավային Կովկասը դուրս գա Ռուսաստանի վերահսկողության տակից, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ ավելի ուժեղանում է, երբ կոնֆլիկտ կա։ Եթե կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանի դիրքերը չափից դուրս կփուլանան։ Եվ ուրեմն Իրան-Իսրայել հնարավոր բախումը կփոխի այս խաղի տրամաբանությունն ամբողջովին։ Խաղաքարտերը նորից կբաժանվեն, իրադարձությունից անմասն չեն մնա մեր հարևանները։ Չէ՞ որ Ալիևը շունչը պահած սպասում է, թե երբ Թեհրանը հարվածի տակ կհայտնվի եւս մեկ պլացդարմ Սյունիքի ուղղությամբ բացելու համար։ Ամերիկայում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակցի սպանած անձին մահապատիժ է սպառնում, հայտարարել է ԱՄՆ ժամանակավոր դատախազ Ժանին Պիրոն։ Չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն եւ ահաբեկություն, հայտնել է Պիրոն։ Սա մահապատժի ենթակագործ է։ Հանրապետության տարածքում գործող ավելի քան 1500 դպրոցներում հնչել է վերջին զանգը։ Ավարտական դասարաններում կազմակերպվել են վերջին դասին նվիրված միջոցառումներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ Դանիել Վարուժանի անվան դպրոցի շրջանավարտների հետ նշել է վերջին զանգը։ Վերջին զանգը նորի մեկնարկ է սեփական ընտրություններ կատարելու առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ, դարձնելով ավելի ուժեղ։ Շնորհավորում եմ բոլորիդ սրտանց, նշել է Տիգրան Ավինյանը։ Ժպիտների տակ թաքցրած հուզմունքով ու սրտի դողով են ապրում իրենց ավարտական վալսը։ Վերջին զանգն է հուշերի ու հույսերի։ Լեոնիդ Ազգալդյանի անվան համար 200 հիմնական դպրոցն այս տարի 5 դասարան է ավարտում։ 9-րդ դասարանցիներն են թվով 141 շրջանավարտ։ Պատանիները փոքրինչ ուզված, բայց համարձակ քայլերով թևակողում են ավելի գիտակից ու պատասխանատու կյանք։ Հետնաբեմում արդեն դպրոցական անհոգ օրերն ու ջերմ հուշերն են։ Իրոքից տխուր է, որ 9 տարի այսքան սովորում ենք ու ավարտում ենք հիմա ու շատ քիչ ենք սկսելու իրար տեսնել։ Շատ կկարոտեմ մեր երեխաներին դասարանի, մեր դասղեկին ընկեր Պետրոսյանին շատ կկարոտեմ։ Մեր դպրոցը յուրահատուկ դպրոց է ու երկրորդը չի լինի հաստատ։ Երազում եմ դառնալ իրավաբան ու շարունակել այնտեղ իմ ուղին։ Լինել բարի, անկեղծ, ընկերական, ճիշտ խորհուրդներ են տվել մեզ կյանքի համար։ Մենք սեր ենք տանում եւ հիշողությունները ուսուցչությունների հետ կապված եւ մեր բոլոր դասերի, որ դասարանում եղել է դասընկերների հետ։ Նրանց կրթած դասերակած ուսուցիչները վստահ են նոր սերունդը լինելու է համախմբման ու վերելքի լույսը։ Ուզում ենք, որ ստեղծագործ աշխատանքը, առողջ միտքը, գիտելիքը, կրթությունը դառնան այն կարևոր հենքը եւ հենասյունը, որը ապագայում մեր պետության ու պետականության համար հիրավի կապահովի լուսավոր ապագա։ Կյանքի բոլոր մարտահրավերները ընդունեք համարձակ եւ դրանց կատարումը թող դառնա հայրենի հողի վրա կանգնելու ամուր հիմք։ Այս տարի վերջին զանգը հնչում է ավելի քան 1500 կրթական հաստատություններում, երազանքներով ու ձգտումներով խանդավառված աշակերտները գիտակցում են, որ այսուհետ հենց իրենք են սեփական հաջողությունների ու երկրի ապագայի պատասխանատուն։
Եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ, տուգանքների տեսքով վարչական միջոցներ չեն կիրառվի։ Ներքին գործերի փոխնախարարը փաստել է քարտերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը։ Դրանք այժմ լուծվում են։ Նաև հայտնել է, որ 24-ին տրամադրվել է 160,000 նույնականացման քարտ, իսկ ընթացիկ տարվա սկզբից արդեն ավելի քան 90,000։ Վերջին մի քանի օրերին փոխարժեքի կուրսն է անընդհատ տատանվում ավելի շատ դեպի ներքև իջնում։ Առևտրային բանկերը փոխանակման կետերը այս օրերին դոլարը գնում են 381-382 դրամով, վաճառում 386-ով։ Ֆինանսական ոլորտի մասնագետներն այսպես են բացատրում. Հայաստանում առևտրային բանկերում փոխարժեքի ավելցուկ կա եւ բանկերը կարելի է ասել էժան փորձում են այն իրացնել։ Հիմնական պատճառը ներքին շուկայում արտարժույթի առաջարկն է, որի պատճառով, այսինքն բանկերը անվերջ չեն կարող առնել, որտեղ իրենց մոտ նորմատիվային սահմանափակումներ կան, կուտակում է լինում, իրենք ստիպված փոխարժեք իջեցնում են, կենտրոնական բանկն երևի շաբաթը 2 անգամ 70 միլիոն ավալով առնում է, որպեսզի այդ ավելցուկային իրացությունը քաշի։ Իսկ փոխարժեքի ավելցուկ առևտրային բանկերում փոխանակման կետերում վկայում է այն մասին, որ մեծ քանակի տրանսֆերտների հոսք կա դեպի երկիր։ Այդ հոսքի առյուծի բաժինը հիմնականում կանխիկ եղանակով է։ Հոսքերի մի մասը բանկային փոխանցումներով, մի մասը կանխիկ է գալիս է ինչ-որ արժույթ, գնում է, այստեղից առնում են մեկ այլ արժույթ, երկրից դուրս է գալի, որը բանկային համակարգը այսպես չի ֆիքսում, որտեղ կանխիկ է։ Կանխիկն է ինքը տեսնում, էլի։ Ընդհանրապես փոխարժեքի ցածր կուրսը ոչ բարենպաստ է արտահանող տնտեսվարողների համար։ Արտահանվող ապրանքի դիմաց փոխարժեքով են վճարում, իսկ դրա օրորի նվազումը ոչ շահութաբեր կարող է լինել տնտեսվարողների համար։ Ինչքան ժամանակ է այդ փոխարժեքի նվազումը բանական արտահանողներն դժգոհում են, իրենք իրենց ապրանքը վաճառում են դրսում դոլարով, այստեղ դրա փոխարժեքի իջնում է, բայց դա իրենք պիտի քայլեր ձեռնարկեն ինչ-որ ձևով իրենց ռիսկերը նվազեցնելու, այսինքն փոխարժեքի ռիսկերը կառավարելու։ Որքան շարունակվի փոխարժեքի տատանումը, կուրսի նվազումը, տնտեսագետները դժվարանում են կանխատեսումներ անել աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում, բայց եւ հորդորում են քաղաքացիներին իրենց գումարները պահել բալանսավորված չափաքանակով։ Ավելի քան կես միլիոն դոլար են գողացել քննչական կոմիտեից տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում այն որպես իրեղեն ապացույց էին պահում, թե ով ու ինչպես է փողը տարել, առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա, միայն հակակոռուպցիոն կոմիտեն է հայտարարություն տարածել, թե քննչականից հաղորդում են ստացել քրեական վարույթ նախաձեռնել, 1 հոգու ձերբակալել։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել եւ իրականացվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ։ Ում է ձերբակալել հակակոռուպցիոնը մամուլը վաղ առավոտից գրում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին։ Լրատվամիջոցների տեղեկությունը, սակայն քննչականի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, այդ թվում նաեւ ամբողջ այն process-ը, որ նկարագրում են, թե գողը շենք է մտել քննիչի կեղծ անցագրով, այնտեղ մնացել ամբողջ գիշերը, չհրկիզվող պահարանից գումարը հանել, դասավորել ու միայն առավոտ աշխատանքային ժամի մեկնարկից առաջ դուրս եկել։ Քննչական կոմիտեն հենց այն մարմինն է, որը զբաղվում է հանցագործների բացահայտմամբ եւ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելով։ Հետևաբար, երբ որ այդ մարմինից է այդ տեսակ գումար անհայտանում իրեղեն ապացույցի տեսքով, իհարկե սա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ այդ մարմինը առավելագույնս պետք է պաշտպանված լինի եւ զերծ լինի նման միջամտությունից։ Եթե այդտեղ են նման բաներ տեղի ունենում, իհարկե սա շատ մտահոգիչ է բոլորիս համար։ Եթե անգամ ոչ գողություն, ապա առնվազն պաշտոնեական անփութության հետ խնդիր կա, հավելում է փաստաբանը։ Իրեղեն ապացույցի ոչ պատշաճ պահպանության համար այդ պաշտոնատար անձը լիիրավ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Քննչականում չնկատեցին օտարին, ինչպես այդքան պրոֆեսիոնալ գործեց ամենատեսների կողքին հարցերն առայժմ օդում են մնում, հատկապես երբ տեղեկություններ կան նաև, թե գումարի հափշտակության երկրորդ փորձն է պահարանի բանալու ու անցագրի կորելու հետնապատկերում։ Քաղաքացիները փակել էին Արցախի փողոցից Ջեք եւ Արինբերդ փողոց տանող խաչմերուկը, բողոքում են, որ այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է։ Ավտոմեքենաները երթևեկելուց փչանում են։ Բողոքավորների խոսքով 2 ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիա են իրականացրել, սակայն ապարդյուն։ Այս անգամ քաղաքապետարանը արձագանքելով նշել է, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծահաշվարկային փաստաթղթերը քաղաքապետարանի կողմից 25 թվականի ապրիլի 30-ին դրվել է մրցույթի, սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։
Սեպտեմբերի 1-ից թվային վարորդական վկայականներ կունենանք, բարեկը կկանգնեցնի մեքենան ու կնկատենք, որ պլաստիկ քարտն օրինակ տանն ենք թողել, ծառայողը կփորձի նույնականացնել, ու եթե պարզվի իրոք վարորդական իրավունք ունեք, գոնե քարտի բացակայության համար չի տուգանի։ Այսինքն բոլորն են, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն։ Թվային վարորդականը ֆիզիկական պլաստիկի համեմատ կլինի ավելի էժան, երկուսը նախընտրելու դեպքում կվճարեք պլաստիկի համար միայն, սակայն հիշեք, թվայինը բացառապես մեր պետության համար է վավեր, երկրից դուրս գալու դեպքում դրա հետ հաշվի չեն նստի։ Երկու հիմնական խնդիր ենք լուծում։ Առաջինը դա ծառայության մատուցման որակի բարձրացումն է, սրանով մենք ուրեմն նվազեցնում ենք, հնարավորինս նվազեցնում ենք այն վարչարական բեռը, որ կարող է առաջանալ։ Երկրորդը մեր բոլոր ծառայությունները ավելի թվային միջավայրում մատուցելու գաղափարն է, որպեսզի հետագայում այլ վարչարական գործողությունների համար օգտագործելիս քաղաքացիները կարողանան, ասենք, բազայում ուրեմն ունենալ իրենց այդ վկայականները։ Վարորդական վկայականների հետ կապված մեկ այլ փոփոխություններ է նախաձեռնել ներքին գործերի գերատեսչությունը։ Եթե վարորդական իրավունքի ստացման քննությունից կտրում են, ապա միայն մեկ շաբաթ անց վերահանձնելու փոխարեն հնարավորություն կտան հավելյալ վճարի դիմաց հենց հաջորդ օրը կրկին փորձել։ Հիմնականում պահանջարկից է գալիս այս փոփոխության առաջարկությունը, մենք տեսնում ենք, որ շատ դիմորդներ մեզ դիմում են եւ ասում են, որ իրականում գիտեք, մի փոքր տեխնիկական սխալի պատճառով չեմ կարողացել բարիերը հաղթահարել, հնարավորություն ունեմ, եթե ինձ տրվեր հնարավորություն, ես ավելի արագ ժամանակում կկարողանայի հաղթահարել։ Իսկ քննություն հանձնելու ամենօրյա շանսը չի բազմապատկի առանց այն էլ մեծ հերթերը, փոխնախարարը տեղեկացնում է, հերթագրման համակարգն էլ են փոխում, առաջիկա օրերին արդեն կներկայացնեն այն։ Մյուս գործառույթներն առցանց հարթակ է տեղափոխելու աշխատանքները կթեթևանան, քննական գործընթացի համար կգործածեն ռեսուրսները, բացի այդ կենթանի եւ օնլայն հերթերն իրար կմիացնեն, նախընտրությունն իհարկե առցանց հերթագրումներին տալով, սակայն վիճակագրությամբ օնլայն հերթագրվածների որոշ մասը չի գալիս քննության։ Այս դեպքում ֆիզիկապես հերթագրվածների հերթն առաջ կընկնի։ Ճահճի է վերածվել Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Գրիբոյեդով վարչական բնակավայրի մի քանի փողոցներով անցնող ջրատարը։ Խորհրդային տարիներից հետո անմխիթար վիճակում է, հին ժամանակների զուլալ ջուրը փոխարինվել է կոյուղաջրերով, որոնք կուտակվում են ու գարշահոտություն տարածում։ 30 տարի է ջուր չկա, երկու կողմի կանալիզացիա գալի լցվում է։ Եկել են մաքրել են հեսա։ Էսի մաքրել չէ, էսի ավիրել է։ Եկորա ընդես դեմից բացվում, յանի ես ջուրը պետք է թա։ 5 մետրանոց տրում ես, մտցնեմ պետք է, այդպես խորնա։ Եկել ես մաքրել։ Էսի մաքրելը հաշվա, կեղտը հանելը ցենդ է։ Էսի պետք է հատուկ մեքենաներով տեղափոխեին։ Բնակիչները վախենում են, կեղտաջրերում պատահաբար կարող են երեխաներ հայտնվել։ Անդառնալի հետևանքներ կլինեն, թե տարածքում խաղացող երեխաները ընկնեն ջրատարը։ Սահմանափակող ոչ մի բան չկա։ Միջոց մետր կա կողություն է, հələ շատ։ Ընկնելու պայն եթե տեսար երեխան կարասանից չեն այնց դուք ցեսեք տարի։ Փողոցի ոչ միայն փողոցի բնակիչները, այլև ամբողջ գյուղը խնդրանքով դիմում է Արմավիրի մարզպետին, ինչու՞ չէ նաև տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարին։ Բոլոր պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում բնակիչները, խնդրում են ոչ միայն մաքրել ջրատարը, այլ նաև պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ տեղադրել հատուկ փարոսիկներով, որ գիշերային ժամերին տարածքով երթևեկող մեքենաներն էլ դրանք նկատեն։ Կառավարությանը խնդրում են նաև, որ հանձնարարի ջրային պետական կոմիտեին ջրահեռացման համար տեղադրված մաշված խողովակները փոխարինեն նորով։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում Միցուբիշին Դիլիջանից դեպի Հաղարծինի վանք տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր շրջվել։ Մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների օպերատիվ է գործել Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ հրշեջ փրկարարներն ու պարեկները։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը աշխատում էին ազգային պարկում, մահացածն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է։ Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի շինություններից մեկում։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները եւ պարեկները։ Տուժածներ չկան, հրդեհի պատճառը պարզվում է։ Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում Տոյոտան դուրս եկել երթվեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջված հայտնվել դաշտում։ Քաղաքացիներն էլ է հալալ, որ կանգնել են միանգամից օգնություն են ցուցաբերել վարորդին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները, Գավառ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մեքենան պարեկներն ու քաղաքացիները ուղղել են եւ քարշակով տեղափոխել անվտանգ վայր։